կա մեղադրանք, որ երգի թատրոնը եկավ ու արձագանքին դուրս թողեց իրենց ճանապարհը ավելի հեշտ ու հարթ դարձնելու համար։ Մենք այդ ժամանակ տարված էինք հենց երգի թատրոնի ներսում ներկայացումներով։ Եվ ես չգիտեմ ինչ էր կատարվում եթերների հետ կապված, գուցե իրենք դա նկատի ունեն, բայց մենք իրենց հետ չէինք առնչվում, որովհետև մենք սուսուփուս ժամերով Ես կասեի օրերով թատրոնում էինք։ Օր ու գիշեր խառնված իրար մենք փորձեր էինք անում, մենք ժամանակ չունեինք ուրիշ բանի մասին մտածելու նույնիսկ։ Շատ հեշտ է մեղավոր ճարելը։ Նշանակելը միշտ Ասենք մենք, հա, ինչ որ մի բան եթե մեզ դուր չի գալիս, մենք կարող ենք ասել այս պատճառով ես ես կարծում եմ պետք էր գործել։ Չեմ կարող ասել, անկեղծ չեմ կարող ասել, բայց հաստատ մեր պատճառով չէր։ Իսկ այդ ընթացքում դե հիմա ում են եթեր թողել, ում չեն թողել, չգիտեմ։ Բայց հակառակ կողմից էլ մեղադրանքները գալիս է դեպի Գրիգորիչը։ Դու մարդ ես, ով ամենալավն է ճանաչում Գրիգորիչին, մարդ, ով մի ողջ երկարվեստի սերունդ է տվել, նա կարող էր ճանապարհ փակել։ Նայ, ինքը խորհրդի կազմում էր, հանրային խորհուրդ կար, չէ՞, ես եթե չեմ ասում, հիմա էլ կա, բայց չգիտենք ինչ ինքը խորհրդում էր, ես մանրամասներ չգիտեմ, թե ով ինչ է քննարկել եւ ինչու։ Իր կողմից հատուկ ինչ որ երգչու կամ երգչի արգելք դնի բան, չգիտեմ, իմ կարծիքով դա իր մասին չի, կարող է խորհուրդն է որոշել, հա, կարող է խորհուրդն է որոշել, որ գիտեք ինչ, այս երգիչներ կամ երգչուհիները կամ այս երգերը մենք համարում ենք ցածրաճաշակ եւ պետք չի տալ։ Չգիտեմ, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Իհարկե ամեն ինչ ժամանակը դնում է իր տեղը։ Ամեն դեպքում ժամանակը շատ կարևոր բան է։ Գուցե մարդիկ կային, որ արել են ինչ որ գործեր, երգեր, հետո չեն իմացել ինչ անեն։ Եթե չես իմանում ինչ անես, այս ժամանակը անցնում է եւ դու մնում ես ինքդ քո հետ։ Այդ ժամանակ բռնել ու մեղադրել ինչ որ մեկին, հա, Էլի մեղավոր նշանակել նման անշնորհակալ գործը։ Այսօր էլ իրանց սերնդից կան մարդիկ, ովքեր էլի աշխատում են, երգում են, ակումբներում, հա, բան, թեկուզ, հա, տարբեր համերգների հրավիրվում են, բայց այդ ոնց մնացին։ Հակասող բան կա ինչ որ։